Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն սրվա ծրագիրն է։ Արցախազոհաբերումն ազգային լռությունը, Արմենակ Աբրահամյան, Western Armenia շաբաթաթերթին 69-րդ համարն դուրս եկալ, ԳԴՀ նախագահը Քինյանա Ծիծեռնակաբերդ պսակախոնարելու, այցելելու Ասուրբ Էջմիածին, հանդիպելու Ագարեգին երկրորդին, ազգ, Բաքվի կողմից Արցախատարածքում հայկական մշակութային ու պատմական հուշարձանների ոչնչացման մասին փաստալա նաև ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը, հույները դիմալն Թրամփին Թուրքիայի դեմ հանդես գալի պահանջավ, Իսրայելը նախազգուշացրել է Բեյրութում սպասվող ավիահարվածների մասին, Արևմտյան Հայաստանը Հայֆիդայինեն 1915 թիվ։ 1999 թվականից սկսած Ալմա-Աթայի համաձայնագրի ստորագրումը Արևելյան Հայաստանը հաջորդական կառավարությունեն հրաժարվալն Արցախին անա, բայց 35 տարի շարունակ ընդեղ ղարկվալն կամավորն է ու զինվորականն է, Բերվի Արցախյան կռվումը 7500 մարդ ազոհվալ, հետո 25 տարվա ընթացքում եւս 7500 ժամկետային զինվոր դիպուկահարների կրակոցներից, իսկ վերջին կռվումը 5000 մարդ։ 35 տարի շարունակ փորձ արվել հավատացնել, թե Արցախը կարետեռնա անկախ Այն դեպքում վեր 1988 թվականին Արցախահայությունը արդարացիորեն որոշած այլել վերամիավորվել Խորհրդային Հայաստանի։ Ստորեց սաղ գործընթացը պրծալա Արցախահայր 50,000 հայերի էթնիկ զտմամբ։ Արթե հերոստալիքի նախաձեռնությամբ փորձարված Տուգալթահինչ դիրքորոշումային հայերը Արցախահարցումը։ Բայց հայրը նորից շիլեն ընկալ այդ փորձության մեջին ընկնել է մանիպուլյատորներին ծուղակը։ Այս տեղեկատվական հոսքի մեջին տեղի ունեցալ Արցախանկատմամբ լրատվական ու հանրային հոժարության բացահայտ մերժում ընդամենը մի ամիս առաջ հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի տարելիցից։ Պատմությունը մեզ դատելու այս լռության հետ է։ Այս իրավիճակը անվանվալա ցեղասպանություն տարածքի դիմաց։ Արևմտյան Հայաստանը իրավականորեն ճանաչված պետության Նախիջևանա-Արցախ իրավունքների նկատմամբ հայության լռությունը սորտերալա ցնցող իրողություն։ Մինչ պատրաստվում ենք հիշատակենք ցեղասպանության զոհերին, մունք վտանգում ենք ազգային իրավունքների շարունակական կորուստը։ Այնինչ տեղի ունենում պարզապես հերթական հարվածն է հայ ժողովրդի պատմական իրավունքներին, մեր լռությունը մենակ խորացնում է այս ողբերգական իրադրությունը։ Western Armenia շաբաթաթերթին 69-րդ համարն արդեն հասանելի ընթերցողներին հետի ներկայացնելա մի քանի կարևոր հետաքրքրաշարժ նյութեր վեր շոշափումն հայկական պատմության, մշակույթի ու արտի խնդիրների վերաբերյալ թեմանե։ Այս համարումը կարդացողներին կարին ծանոթանա Մաքսիմիլիան դե Լաֆայետի եռահատոր գիրքին վերը նվիրված է հայկական քաղաքակրթությանը ներկայացնելով դրա խորքային ազդեցությունը համաշխարհային մշակույթին իրա։ Հատուկ ուշադրությանը արժանի նաև Բալիմոտի գիրքը վերը լուսաբանումա կելտական նախնիներին կապը Հայաստանն հետ բացահայտել է պատմական ու մշակութային զուգահեռն է վեր մինչ օրս մնաման գիտական ուսումնասիրություններին առանցքում է։ Երաժշտության սիրահարներին հետ այս համարում ներկայացված է Կոմիտասին լուր արդյունքն են հոդվածը վերը վերլուծում մեծանուն վարդապետին կյանքի ողբերգական էջերն ու իրան թողած ժառանգության ազդեցությունը հայկական ինքնության իրան։ Թերթի շրջանակում անդրադարձ կա նաև Շուշվա 18-րդ դարի հնագույն գերեզմանոցին վերը ավերված է ու զրկված իրան պատմական արձանագրություններ ավտապանակարերը։ Մեհեր Հարությունյանի հոդվածը բացահայտում այդ մշակութային ժառանգության ներկայիս վիճակը ընդգծելով դրա պահպանման հրատապությունը։ Այս համարում տեղաճանալ նաև ցեղասպանությունը մոռանանք վեր էլի ցեղասպանվինք խորագրավ հոդվածը վեր ներկայացնում է հայակվե նախաձեռնության դիտարկումն են անդրադառնալով հայ ժողովրդին պատմական հիշողության ու ապագայի հարցերին։ Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն ու թուրքերեն լեզուներով, իսկ PDF տարբերակը կարիքներ Բեռնիկ առցանց Western Armenia TV-ին կայքան։ Ազգին նախորդ համարումը անդրադարձած ընկլար Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ Վալտեր Շթանմայերի Հայաստան ու Ադրբեջան այցին վերսկսվելու է առաջիկա կիրակի մարտի 30-ին ու ավարտվելու ապրիլի 2-ին։ Ընդգծած ընկլար վեր 69 տարեկան Ֆրանկ Վալտեր Շթանմայերը ԳԴՀ 12-րդ նախագահը առաջինն է վերքինամա հիշատակված երկու երկրն է։ Ուստի այս այցը առավել մեծ նշանակություն է ստանում նաև խորհրդի խորհրդանշանների առումով։ ԳԴՀ-ն խորհրդարանական երկիր է, նախագահը երկրի գլուխն է, իրան այցելության ծրագիրն պատահական վայրերի ընտրությամբ չի կազմվում։ Նախորդ հոդվածում արձանագրած ընկլալ վեր ԳԴՀ արտգործնախարար Շթանմայերը 2014-ին Երևան կեցած Ծիծեռնակաբերդ սպիտակ մեխակնային խոնարհալ հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի անմարգարակին կողքին, թեև այդ պահին ու դրանից հետո էլ դույզն ինչ չէր ու չի դրժել իրան ձևակերպումը մասակր կոտորած եղերը։ Սակայն ԳԴՀ նախագահի պաշտոնում Ծիծեռնակաբերդ պիցրանում չի խախտելա 2002 թվականի մարտի 16-ի օրենքով սահմանված Արևելյան Հայաստանը
Հանրապետության պետական արարողակարգի անբաժան մաս համարվող հայերի դեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիր այցելությունը։ Երկրորդ ուշագրավ թողման մասին հիշեցրալնք ծրագրում Սուրբ Էջմիածին այցը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ հանդիպում նախատեսված չլալ գերմանահայ համայնքում ու դրանից դույս իրավացի բողոքը իհարկե ուշացալ չի։ Կայել չենք միամիտինինք ու կարծինք թե հայկական ճնշումներին արձագանքելով ԳԴՀ նախագահի արարողակարգը փոխալա այցին ծրագիրը, բայց կանիք հաստատինք վերնախագահ Շթանմայերի գրասենյակը վերանայելա չորեքշաբթի հետ մինչօրեին ի պատասխան ազգի թղթակցից նույն օրվա նամակին էլ կցալա փոխված ծրագիրը։ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը հրապարակալա տարեկան զեկույցը հայտնալա Ադրբեջանի կողմից Արցախատարածքում հայկական մշակութային ու պատմական հուշարձանների ոչնչացման մասին։ Ըստ USCIRF-ի Caucasus Heritage Watch նոր արբանյակային փաստաթղթեր է տրամադրել Արցախում վտանգված կրոնական հայերի մասին։ Հունիսին CHV-ն հայտնալա հայկական այլ կրոնական վայրերին, դրանց թվում 19-րդ դարի եկեղեցու երկու գերեզմանների ու այլ հուշարձանների ոչնչացման մասին։ Բացի դրանից, հունիսին ամերիկյան Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պարզալավ Բաքուն 2020-23 թվականներին ռազմական գործողություններին վախտը իրականացրել Լեռնային Ղարաբաղյան էթնիկ հայ բնակչությունից ու պատմական մշակութային ներկայությունից դատարկերի համապարփակ մեթոդական ռազմավարություն ու եզրակացրել Բաքվի գործողություններն համարվում են կրոնական հանցագործություն է, ներառյալ ռազմական հանցագործությունը մարդկության դեմ հանցագործություն, որոշ հայ ռազմագերիներ ենթարկվել են կրոնական դրդապատճառների բռնությունների, դրանց թվում բանավոր վիրավորանքի, բռնագրավման ու կրոնական ծեսերի խախտման ընդգծվում է զեկույցի մեջին։ Ամերիկա գործող հունական Հելենիկ համալսարանը նամակահարկավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նամակահարկվալա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։ Միջանկյալ նշենք վերանգյունեն քննարկում Թուրքիայի նկատմամբ CAATSA-ի պատժամիջոցների չեղարկման շուրջ գործեր սկսելի S-400-ի ու Թուրքիայի F-35 կործանիչների ծրագիր յետռնալի հարցերը։ Նամակը ներառում է հետևյալ 3 պահանջներ, այնտեղ նշվում է մունք պահանջում ենք տածզանա։ Մեր պահանջն է, որպեսզի դուք կտրականապես Դեմինիկ Լյուբոյ քայլի վերը թույլ տալու Թուրքիային նորից միանալ F-35 կործանիչների ծրագրին։ Մեր պահանջն է, որ դուք շարունակեք խթանելը, որպեսզի Թուրքիան վերացնի S-400-ի համակարգը։ Մեր պահանջն է, որ դուք դեմինեք Թուրքիայի նկատմամբ SAATSA-ի պատժամիջոցների վերացմանը։ Իսրայելը պաշտպանության բանակը նախազգուշացրել է Բեյրութ գտնվող Հզբոլլահի թիրախին ուղղված սպասվող ավիահարվածի մասին ու տեղի բնակիչներին կոչարալ լքել տարածքը։ Սրա մասին 10-ին սոցիալական հարթակում հաղորդագրություն է տարածել Իսրայելը պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ավիչայ Ադրայը։ Զգուշացում Սաղիթ Հուվեր գտնվում են կարմիրավ նշված շենքում կամ տրաշուրջ գտնվող շենքերում։ Դուք գտնվում եք Հզբոլլահին պատկանող օբյեկտներին կողքին կիրալախոսնակը գրառմանը կցելով լուսանկարը։ Ինքը բնակիչներին կոչարալ անհապաղ տարհանվել ու առնվազն 300 մետր հեռանալ այն թիրախից վերին հարվածել են իսրայելական ուժերը։ The Times of Israel-ը հիշեցնում է, որ սա առաջին նման նախազգուշացումն է 2024 թվականի նոյեմբերին Իսրայելը ու Լիբանանը միջև հրադադարի համաձայնագրի ստորագրումանը ետա։ Իսրայելը պաշտպանության բանակը վերջին դյունումին հարվածներ հասցրած Բեյրութում գտնվող թիրախներին 2024 թվականի նոյեմբերի 27-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց ժամեր առաջ։ 1915 թվականին Վերոսմանյան կայսրությունը իրականացրել է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, հայկական ինքնապաշտպանական խմբերը ֆիդային են գործել Արևմտյան Հայաստանի տարածքում փորձել է պաշտպանել իրենց հայրենի ինքնաժողովրդին։ Ֆիդայական շարժումը ձևավորված այլել Հարամ 19-րդ դարի վերջին որպես պատասխան թուրքական իշխանությունների բռնաճնշումներին։ 1915 թվականի ֆիդայինը մեծապես մասնակցել ինքնապաշտպանական կռիվներին Սասուն, Վան, Զեյթուն եւ այլ վայրերում։ Իրենց պայքարը ոգեշնչման աղբյուրատրալ հետագա սերունդներին հետ դառնալով ազգային դիմադրության խորհրդանիշ։ Չնայած ծանր պայմաններին ֆիդայինեն շարունական իրենց պայքարը ապացուցելով հայ ժողովրդի տոկունությունը, ազատության ձգտումը։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այդ այսքանը նախատեսած շնորհակալություն ուշադրության հետ, պնդկացիք։